Այս իրավիճակին կարելի է նայել զուգահեռ աշխարհների փիլիսոփայությամբ։ Զուգահեռ իրականության գաղափարը միշտ գրավել է մարդկանց երևակայությունը։ Այն ենթադրում է, որ մեր աշխարհին զուգահեռ գոյություն ունեն այլ աշխարհներ, որտեղ ամեն ինչ նույնն է, բայց մի փոքր տարբեր։ Այդ տարբերությունը կարող է լինել մեկ որոշման, մեկ արտահայտության կամ մեկ այլ հանգամանքի հետևանք։ Ինչն էլ տեսնում ենք ֆիլմում, զուգահեռ իրականությունը ցույց է տալիս, որ ճակատագիրը ոչ թե միայն մեկ ուղի ունի, այլ բազմաթիվ հնարավորություններ։ Մարդու կյանքը կարելի է պատկերացնել որպես ճյուղավորված ծառ։ Յուրաքանչյուր որոշում ստեղծում է նոր ճյուղ, նոր իրականություն։ Այս գաղափարը հաճախ օգտագործվում է գրականության, կինոյի և փիլիսոփայության մեջ, ցույց տալու համար, որ մեր ընտրությունները ձևավորում են մեր ճակատագիրը։ Ֆիլմում Մոսկվան և Պետերբուրգը դառնում են զուգահեռ իրականություններ։ Մենք տեսնում ենք, ինչպես է Ժենյան Մոսկվայում իրեն շրջապատողների կողմից քննադատվում, ընկալվում որպես հիմար ու այդ կարգավիճակով ապրում, իսկ զուգահեռ իրականությունում Պետերբուրգում նա անգամ վիճում է լիպարիտի հետ։ Մի բան էլ հաղթում նրան, դա էլ հերիք չէ։ Այնպես է դասավորվում իրավիճակը, որ Նադյան սկսում է նրան համակրել, համարել շատ իդեալական տղամարդու կերպար, կայացած, հասուն և մեծ աշխարհայացքով ու սկսում է հեռանալ լիպարիտից։ Այսպիսով, այս ֆիլմը մեզ ցույց է տալիս, որ նույն մարդը տարբեր միջավայրերում կարող է դրսևորվել լրիվ այլ կերպ, և թե ինչքան բան է կախված մարդու ունեցած շրջապատից։ Զուգահեռ իրականությունը միայն արտաքին աշխարհի մասին չէ, այն նաև մարդու ներքին աշխարհում է։ Մենք բոլորս ունենք մեր տարբեր եսերը, որոնք կարող են բացահայտվել տարբեր պայմաններում։ Մեկ իրականությունում մենք կարող ենք լինել լռակյաց ու ենթարկվող, մյուսում համարձակ ու ազատ։ Հենց այս ներքին զուգահեռ իրականությունների բացահայտումն է, որ մարդուն տալիս է ինքնաճանաչման հնարավորություն։